Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ «Գոյամարտի» նոր հրապարակված կադրերն իսկական իրարանցում են առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Եթե մինչ այս քննարկումների կենտրոնում Լեայի, Լեոյի, Հունանի և Ավոյի պատմություններն էին, ապա այժմ բոլորի ուշադրությունը սևեռվել է Մանյանի վրա։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ Մանյանը հայտնվել է հիվանդանոցում, նստած է անվասայլակի վրա, իսկ մարմնի վրա տարբեր հատվածներում վիրակապեր կան։ Եվ հենց այդ մի քանի վայրկյան տևող կադրերը տասնյակ հարցեր են առաջացրել. ինչ է տեղի ունեցել, արդյոք սա ավտովթար է, թե վրաերթ, կամ գուցե որևէ մեկի կողմից կազմակերպված հաշվեհարդար, ով է կանգնած այս ամենի հետևում։ Եվ ամենակարևորը, արդյոք Մանյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս պահին սերիալը դեռ պատասխաններ չի տվել, բայց արդեն իսկ մի քանի վարկածներ են ձևավորվում։ Առաջին և ամենահավանական տարբերակը դա ավտովթարն է։ Եթե հիշենք վերջին զարգացումները, Մանյանի կյանքը վերջին շրջանում բառացիորեն քանդվել է նրա աչքի առաջ։ Նա վերադարձել է ընտանիք, հեռացել է Գրիշոյից, սկսել է հասկանալ, որ իր ամուսնությունը այն չէ, ինչ պատկերացնում էր։ Միաժամանակ նա հայտնվել է մի իրավիճակում, որտեղ գրեթե բոլոր որոշումները ստիպված է միայնակ կայացնել։ Այդպիսի հոգեկան ծանր վիճակում մարդիկ հաճախ կորցնում են զգոնությունը։ Հնարավոր է, որ Մանյանը պարզապես հայտնվել է դժբախտ պատահարի մեջ, սակայն Գոյամարտում դժբախտ պատահարները սովորաբար պատահական չեն լինում։ Հեղինակները հաճախ նրանց միջոցով նոր կոնֆլիկտներ են ստեղծում։ Հենց դրա պատճառով շատ հեռուստադիտողներ հակված են մտածելու, որ այստեղ ավելի խորը պատմություն կա։ Երկրորդ տարբերակը վրաերթն է։ Եթե սա իսկապես վրաերթ է, ապա անմիջապես հարց է առաջանում՝ պատահականություն էր, թե դիտավորություն։ Մանյանը վերջին շրջանում բազմաթիվ մարդկանց ճանապարհին է կանգնել։ Գրիշոն նրա կողքին է լուսանկարներում և թվում է նա հոգ է տանում Մանյանի մասին, բայց արդյոք հնարավոր է վրաերթը կամ ավտովթարը կապված է հենց Գրիշոյի հետ։ Դժվար է պատկերացնել, որ Գրիշոն կարող էր նման քայլի գնալ, բայց երբեմն սերիալներում ամենամեծ ողբերգությունները գալիս են ոչ թե գլխավոր չարագործներից, այլ այն մարդկանցից, որոնցից ոչ ոք չէր սպասում։ Մյուս կողմից չի կարելի բացառել նաև Մաշայի գործոնը։ Վերջին սերիալներում ակնհայտ դարձավ, որ Մաշան հեշտ հանձնվողներից չէ։ Նա չի պատրաստվում հեռանալ Գրիշի կյանքից։ Նա պայքարում է, իսկ երբ մարդիկ սկսում են պայքարել սիրո, խանդի կամ սեփական շահերի համար, հաճախ անցնում են սահմանները։ Իհարկե, այս պահին որևէ ապացույց չկա, որ Մաշան կապ ունի կատարվածի հետ, բայց սերիալը մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ արտաքինից խաղաղ թվացող կերպարները կարող են շատ անսպասելի քայլեր անել։ Կա նաև երրորդ վարկածը՝ Հունանի ընտանիքը։ Չնայած Մանյանը նրանց ընտանիքի անդամ է համարվում, վերջին շրջանում նա ավելի ու ավելի հաճախ է հայտնվում կոնֆլիկտների կենտրոնում։ Եթե նա սկսել է իմանալ այն գաղտնիքները, որոնք երկար թաքցվել են, ապա կարող է դառնալ վտանգավոր։ Հնարավոր է, որ հեռուստասերիալում Մանյանը կորցնի ժամանակավորապես քայլելու հնարավորությունը։ Հնարավոր է նաև, որ անվասայլակն օգտագործվի միայն վերականգնման սկզբնական փուլում, սակայն եթե վնասվածքներն ավելի ծանր լինեն, ապա դա կարող է փոխել ամբողջությամբ հետագա պատմությունը։ Առայժմ բոլոր պատասխանները մնում են սցենարիստների ձեռքում, բայց մի բան արդեն պարզ է։ Հիվանդանոցային այս կադրերը նոր մեծ առեղծված են ստեղծել Գոյամարտում։ Ավտովթար, վրաերթ, թե դիտավորյալ կազմակերպված հարձակում, ով է պատասխանատու Մանյանի վիճակի համար, և արդյոք այս դեպքից հետո նրա կյանքը կբաժանվի մինչև և հետո ժամանակահատվածների։ Այս հարցերի պատասխանները հեռուստադիտողներն ամենայն հավանականությամբ կստանան առաջիկա ամենալարված սերիաներում, իսկ մինչ այդ Մանյանի հիվանդանոցային կադրերը շարունակում են մնալ սերիալի գլխավոր քննարկումներից մեկը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է տեղի ունեցել Մանյանի հետ։
վրաերտ, ավտովթար, թե դժբախտ պատահար։ Ինչու է Մանանը հայտնվել հիվանդանոցում և արդյոք Գրիշոն մինչև վերջ կկանգնի նրա կողքին։ Հեռուստադիտողներից մի մասը ենթադրություններ ու կասկածներ ունեն, որ Մանանը ժամանակավորապես գանված կլինի անվասայլակին և չի կարողանա քայլել։ Սա, իհարկե, մեծ ծանրություն ու դժբախտություն կլինի Սարգսյանների ընտանիքի համար, քանի որ նրանք պետք է հոգ տանեն իրենց դստեր կյանքի համար։